Ինչպես չի կարելի պատժել։ Սիրելի ծնողներ, կատեգորիկ չի կարելի պատժել, երբ արարքը տեղի ունեցել պատահաբար։ Պատահականությունը պետք է տարբերել անհարգալից վարքից։ Այն, ինչ միտումնավոր չի արվել, պատիժ չի ակնկալում, այլ հետևանքների հետ աշխատանք եւ բացատրություն։ Օրինակ, եթե երեխան պատահաբար կոտրել է ափսեն, բարկանալու փոխարեն սովորեցրեք, թե ինչպես անվտանգ հավաքել բեկորները։ Եթե ջուր է թափել, ցույց տվեք ինչպես եւ ինչով մաքրել այն, իսկ եթե փոքր է, օգնեք եւ արեք դա միասին։ Կարևոր է երեխան միշտ մասնակցի իր գործողությունների հետևանքների շտկմանը։ Երկրորդ, երբ երեխային որպես պատիժ փակում են մութ փոքր սենյակում, դա կարող է թողնել ծանր հոգեկան հետևանքներ։ Երեխան պատիժ չի զգում, այլ վախ եւ լքվածություն։ Երրորդ, չի կարելի կիրառել ֆիզիկական ուժ, վախեցնել կամ ահաբեկել։ Վախը դասյարակչական մեխանիզմ չէ, այն ստեղծում է լարվածություն, ստրկություն կամ ագրեսիա։ Չորրորդ, չի կարելի զրկել սննդից, քնից, ջրից։ Դրանք երեխայի բնական կարիքներն են, ոչ երբեք պատժի գործիք։ Հինգերորդ, չի կարելի մուռ անել։ Օրինակ, երեխան կծեց, դուք էլ կծեցիք։ Այս մոտեցումը ոչ թե դասյարակում է, այլ սովորեցնում է երեխային բռնություն եւ նույն վարքի կրկնություն։ Ծնողը այլևս դադարում է որպես օրինակ լինել։ 6-րդ, չի կարելի սառնությամբ եւ անտարբերությամբ պատժել երեխային։ Ես քեզ հետ չեմ խոսում, ես քեզ անտեսում եմ։ Վնասում է երեխայի անվտանգության զգացումը, դա պատիժ չէ, դա հոգեբանական ցավ է։ 7-րդ, անիմաստ է սպառնալ այն բանով, ինչը չեք անելու, չիրագործվող սպառնալիքները արժեզրկում են ծնողի խոսքը։ Ավելի ճիշտ է տալ հստակ սահմանափակում, 2 օր առանց էկրանների, քանց թե այլևս երբեք հեռախոս քեզ չեմ տա։ 8-րդ, ուշացած պատիժը չի աշխատում։ Եթե արձագանք ուշանում է, երեխան չի կապում արարքը հետևանքի հետ։ 9-րդ, ամենակարևորներից է, չի կարելի հրապարակային ամոթանք տալ երեխային։ Մարդկանց ներկայությամբ երեխային քննադատելը, դիտողություն անելը ծանր հարված է երեխայի ինքնասիրությանը։ Այդպիսի երեխան կարող է դառնալ փակ եւ դեպրեսիվ կամ հակառակը ագրեսիվ։ Հաջորդ հոլովակում կպատմեմ ինչպես կարելի է պատժել երեխաներին։ Հենց հիմա բաժանորդագրվեք իմեջին, որ առաջինը դուք իմանաք։